Իրան-Իսրայել հակամարտությունը թեժ փուլում է, կողմերը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց, ինչ սպառնալիքներ են հնչում եւ արդյոք տարածաշրջանը կանգնած է մեծածավալ պատերազմի շեմին։ Հռոմի Պապը Իսրայելին ու Իրանին ողջախոհության եւ պատասխանատվության կոչ է արել։ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն դիմելով իրանցիներին գործող ռեժիմի տապալման կոչ է հղել։ Չի լինելու պատերազմ եւ լարվածություն, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լինելու է խաղաղություն, Փաշինյանի հայտարարությունը Պրահայում։ Ջրհեղեղ Միացյալ Նահանգների Սան Անտոնիո քաղաքում կան զոհեր։ Դուբայում 67 հարկանի շենքում հրդեհ է բռնկվել, 3800 բնակիչ տարհանվել է։ Մորեխների ներխուժում Շողակն գյուղում բնակիչները չգիտեն ինչպես պայքարել անկոչ հյուրերի դեմ։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, բարև ձեզ։ Մերձավոր արևելքը խոշոր պայթյունի եզրին է։ Օդային հարձակումներով եւ հրթիռային հարվածներով սկսված թեժ բախումը Իսրայելի եւ Իրանի միջև շարունակվում է։ Արձանագրվել են ուղիղ ռազմական հարվածներ, որոնք ուղեկցվում են զոհերով, ավերածություններով եւ համաշխարհային անհանգստությամբ։ Հակամարտող կողմերը կարծես նահանջելու մտադրություն չունեն։ Հակամարտության սրման սպառնալիքը ավելի լայնածավալ գործողությունների է վերածվում։ Ստեղծված իրավիճակում ինչ դիրք պետք է ընդունեն ու իրենց դրսևորեն հարևան երկրները, այդ թվում Հայաստանը։ Իրանը ասաց, որ պատասխանը չի ուշանա ու անցավ գործի։ Միայն այս գիշեր 5 հարձակում, այդ թվում Թել Ավիվի ու Երուսաղեմի ուղղությամբ։ Խիստ պատիժանուն ունեն պատասխան գործողությունները։ Իրնա պետական գործակալությունը գրում է, թե հարված են ստացել Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքը, Թել Ավիվում գտնվող նախարարության շտաբը։ Գիշերը Թեհրանին պատասխանել են Թել Ավիվից ֆարս գործակալության տվյալներով 2 հրթիռ հարվածել է Մեհրաբադ օդանավակայանին։ Իրանական մեդիան հայտնել է նաև, որ այնտեղ հրդեհներ են բռնկվել։ Այդ օդանավակայանը, որը գտնվում է երկրի կենտրոնին մոտ, նաև ծառայում է որպես ռազմական ավիաբազա, կործանիչներով եւ փոխադրական ինքնաթիռներով։ Լույսը չբացված Իրանի զինված ուժերը հայտարարում է եւս 2000 հրթիռ է ուղարկելու դեպի Իսրայել։ Իրանական լրատվամիջոցներն էլ գրեցին, թե Թեհրանը պլանավորում է հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին։ Ամեն դեպքում ռազմական գործողությունների մասին լուրերը թարմացվում են կայծակնային արագությամբ, իրավիճակը փոխվում է ժամ առ ժամ։ Թել Ավիվի գործողությունները հավասարազոր են պատերազմ հայտարարելուն եւ պարունակում են պետական ահաբեկչական գործողություններ։ Ռազմական գործողություններին զուգահեռ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստներ, որտեղ այս շեշտադրումներն է արել Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, պնդել է Իսրայելը Իրանի վրա է հարձակվել Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Անցած գիշեր Իսրայելի ռեժիմը աշխարհի ամենավտանգավոր եւ ահաբեկչական ռեժիմն ԱՄՆ վարչակազմի լիակատար հետախուզական եւ քաղաքական աջակցությամբ համակարգված ու կանխամտածված ռազմական հարձակումների շարք է իրականացրել Իրանի մի քանի քաղաքներում։ Չես կարող մի ձեռքով բանակցել, մյուսով թույլ տալ սիոնիստներին իրագործել պատմության ամենամեծ ռազմական հարվածը։ Այսպիսով Թեհրանը եզրակացրել է, որ Ամերիկայի հետ բանակցություններ լինել չեն կարող, դրանք կիրակի էին նախատեսված։ Դուրս են գալիս երկրները երկխոսությունից ամբողջապես, թե ամեն դեպքում եզրեր կան կրակը դադարեցնելու ու գործը բանակցությամբ առաջ տանելու։ Ամեն դեպքում Իրանը պնդում է, որ ուրանի հարստացման իր ծրագիրն ունի բացառապես քաղաքացիական բնույթ եւ մերժում է Իսրայելի մեղադրանքները, թե իբր գաղտնի կերպով զարգացնում է միջուկային զենք։ Ռազմական գործողությունների դադարի բանակցային սեղան վերադառնալու մասին փորձագիտական շրջանակը տարակարծիք է։ Որոշ դեպքերում համարում են, որ վաղ է եզրակացություններ անել, մյուսները պնդում են, թե երկուստեք մեծ բախումը պարզապես ձեռնտու չէ, կանգ կառնի։ Ահռելի կորուստներ են կրում։ Այստեղ վճռական դեր խաղա ԱՄՆ-ն կոնֆլիկտի մենեջմենթը իր ձեռքը կվերցնի եւ կողմերին կհանդարտացնի։ Իրանն էլ է ձեռնտու միջուկային գործարքի կենքում, որովհետեւ դա հնարավորություն կտար նրան փոփոխել պատժամիջոցները։ Նատանյահուն պատերազմը իր ներքին քաղաքական պատճառներով, իրեն պատերազմը պետք է որ ինքը մնա իշխանության, հարահրման նոր լարվածություն, նոր պատերազմ։ Հիմա այսքանը ինչ որ հիմա եղավ Իրան հերիք է իշխանություն պահելու համար, թե չէ,
հարցը։ Նախքան այս բախման մեկնարկը Իրանի ու Իսրայելի միջև փորձագետները կանխատեսում էին, թե հնարավոր առճակատման դեպքում Ադրբեջանը նշանառության տակ կառնի Սյունիքը, ու քանի դեռ Իրանը, որ տարածաշրջանային խոչընդոտ է Բաքվի համար զբաղված է, կիրագործի այսպես կոչված Զանգեզուրի միջանցք բացելու իր երազանքը, այստեղ դարձյալ կարծիքն ու տեսակետը մեկը չէ։ Միանշանակ լարվածություն կլինի մեր մոտ, Ադրբեջանը կօգտվի եւ կփորձի հարվածել, դա ճիշտ է, որ ուրիշ զսպող ուժեր կան, մենակ Իրանը չի, բայց Իրանը գերակշռող դեր ունի ստելում է, ինքը հնարավորություն ունի քաղաքական առումով իր համար կարմիր լույս ոչ մեկ չի վառում, կարող ենթադրենք կանաչ լույս ոչ մեկ չի վառել, բայց կարմիր անջատակը ինքը կփորձի մաքսիմալին։ Երբեք չի կարելի բացառել Ադրբեջանը կարող է գնալ սադրանքների, բայց պետք է նկատել, որ Ադրբեջանի զսպող գործոն միայն Իրանը չէ, նաև Արևմուտքն է, միգուցե ավելի շատ քան Իրանը։ Արևմուտքի կողմից հստակ մեսեջներ են փոխանցվել Ադրբեջան, եթե նա փորձի Հայաստանի տարածքում ուժով միջանցք բացի, դա դրա համար թանկին է վճարել։ Ամեն դեպքում պաշտոնական Երևանն ասում է հակամարտության ֆոնին հնարավոր բոլոր սցենարներին նախապատրաստվել են։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար։ Իսրայելի պաշտպանության բանակի Ցախալի իրավասուների տեղեկացմամբ Իսրայելի հարվածներից մեկի հետևանքով էլ Իրանի Շահիդ Չամրան քաղաքում բնակելի շենք է փլուզվել։ Զոհվել է 60 բնակիչ, այդ թվում 20 երեխա։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն դիմելով իրանցիներին գործող ռեժիմի տապալման կոչ է հղել։ Իրանի խիզախ, հպարտ ժողովուրդ, մենք պատմության մեծագույն գործողություններից մեկի ծագող առյուծ գործողության մասնակիցն ենք։ Մենք ձեր դեմ չէ, որ կռվում ենք, մեր պայքարը ռեժիմի դեմ է։ 24 ժամվա ընթացքում Իսրայելը ոչնչացրել է Պահապանների կորպուսի հրամանատարությունը, միջուկային առանցքային գիտնականների, ուրանի հարստացման ամենամեծ օբյեկտներից մեկը եւ Իրանի հրթիռների զգալի մասը։ Այաթոլլահի ռեժիմը երբեք ավելի թույլ չի եղել, սա ձեր հնարավորությունն է, վեր կացեք, Իսրայելի ժողովուրդը ձեզ հետ է, հայտարարել է Նեթանյահուն։ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը անիմաստ է եւ Իրանը դեռ որոշում չունի միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին մասնակցելու մասին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Պաշտոնական Թեհրանն ավելի վաղ մեղադրել էր Վաշինգտոնին Իսրայելի սիոնիստական ռեժիմի հարձակմանն աջակցելու եւ Իրանի տարածքը թիրախավորելու համար։ Վաշինգտոնը հերքել էր իրեն վերագրվող մեղադրանքը եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հայտարարել որ խելամիտ կլինի միջուկային ծրագրի շուրջ բանակցելը։ Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Հեքսեթը։ Միացյալ Նահանգները պատրաստ է ապահովել Մերձավոր Արևելքում գտնվող իր զինվորականների անվտանգությունը, մենք հետևում ենք էսկալացիային, նշել է նա։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ, մեջբերում է։ Քննարկեցինք վերջին զարգացումները եւ մտքեր փոխանակեցինք արկա իրավիճակի շուրջ։ Հայաստանի արտահայտած դիրքորոշմանը համապատասխան ընդգծեցի տարածաշրջանում ռիսկերը կառավարելու եւ էսկալացիայից խուսափելու կարեւորությունը։ Շարունակում ենք սերտ կապի մեջ լինել, այդ թվում AMG քննարկումների շուրջ, X-ի իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարարը։ Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը, ցավակցելով Իրանին երկրի մի շարք բարձրաստիճան զինվորականների մահվան առթիվ, Բայրամովը վստահեցրել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել երրորդ երկրների, այդ թվում հարևան եւ բարեկամ Իրանի դեմ։ Հռոմի Պապ Լեոն 14-րդը Իրանին եւ Իսրայելին պատասխանատվություն եւ ողջախոհություն ցուցաբերելու կոչ է հղել։ Այս օրերին շատ մտահոգիչ լուրեր են ստացվում Իրանում եւ Իսրայելում իրավիճակը լրջորեն վատթարացել է։ Այս նուրբ պահին ես կցանկանայի շտաբ կրկին կոչ անել պատասխանատվության եւ առողջ բանականության, ասել է Պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում։ Կաթոլիկ եկեղեցու հովվապետը շեշտել է, որ ավելի անվտանգ միջուկային սպառնալիքից զերծ մոլորակի կառուցումը պետք է իրականացվի հանդիպումների եւ անկեղծ երկխոսության միջոցով։
Չի լինի պատերազմ, չի լինի լարվածություն, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև լինելու է խաղաղություն։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում անցկացվող Գլոբսեկ 2025 միջազգային անվտանգության հեղինակավոր համաժողովին։ Միջազգային հարթակից վարչապետն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, անվտանգային մարտահրավերներին։ Իր ելույթում Փաշինյանը նշել է, Հայաստանի նպատակն է տարածաշրջանային երկրների հետ միասին կայուն եւ երկարատև խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Thank you very much, excellent. Great to see you. Ադրբեջանում որոշ շրջանակներ, այդ թվում նաև երկրի ղեկավար Ալիևի մակարդակով Հայաստանի ինքնիշխանության 60%-ը շարունակում են համարել Արևմտյան Ադրբեջան։ Փաշինյանը համարում է, որ սա տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։ Նա իր պատկերացումներն է ներկայացնում։ Այդ իրավիճակից դուրս գալու ելքը երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր ստորագրելն է։ Փաշինյանն այս զրույցի ընթացքում հայտնեց, որ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ նախատեսվում է ստորագրել մինչև այս տարվա վերջ։ Հարցազրույցավարը Փաշինյանին հարցնում է. խաղաղություն կնքել ցանկանալու ֆոնի վրա ինչ տպավորություն է ստանում Փաշինյանը ադրբեջանական կողմի հետ, հատկապես վերջին հանդիպումների ընթացքում։ Conversation was positive. Դրական էր խոսակցությունը, մենք պայմանավորվեցինք, որ պետք է աշխատենք այս թեմայի շուրջ, մենք համաձայնեցրել ենք խաղաղության պայմանագրի տեքստի նախագիծը, Ալմա-Աթայի հռչակագրով համաձայնեցված տեքստում է նշված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման հիմքը, երկրորդ իրավադրույթ էլ կա, որի համաձայն Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ սահմանների անխախտելիությունը, հիմնվելով այն փաստի վրա, որ խորհրդային ժամանակների վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ։ Եվս մեկ կարևոր դրույթ կա, որի համաձայն Հայաստանն ու Ադրբեջանը չունեն տարածքային պահանջ միմյանց նկատմամբ եւ պարտավորվում են այդպիսի պահանջներ չներկայացնել ապագայում։ Եվ որքան էլ ադրբեջանական կողմը հայտարարի, թե Հայաստանն ունի տարածքային պահանջներ այդ երկրի նկատմամբ, Փաշինյանը Հայաստանի սահմանադրությանն է հղում տալիս։ So our constitutional Մեր երկրի սահմանադրության մեջ չկա եւ ոչ մի տարածքային պահանջ Ադրբեջանի կամ որևէ հարևան պետության նկատմամբ, ուստի ինչ է իմ ասելիքը, եթե մենք ստորագրենք այդ պայմանագիրը Ադրբեջանի հետ, կառավարությունն այն պարտավոր է ուղարկել սահմանադրական դատարան։ Փաշինյանի ձևակերպմամբ, եթե սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի սահմանադրությանը, այդ պարագայում ըստ Փաշինյանի Հայաստանը ստիպված կկանգնի ընտրության առաջ։ I said already publicly that if our constitution Ես հրապարակային ասել եմ, որ եթե մեր սահմանադրական դատարանը որոշի, որ այն չի համապատասխանում մեր սահմանադրությանը, անձամբ ես կնախաձեռնեմ սահմանադրական բարեփոխումներ, այնպիսի բարեփոխումներ, որոնք մեզ հնարավորություն կընձեռեն առաջ շարժվել, սակայն եթե մեր ՍԴ-ն որոշի, որ այն լիովին համապատասխանում է մեր սահմանադրությանը, մենք կարող ենք այն ուղարկել խորհրդարան եւ վավերացնել։ Խորհրդարանում պայմանագրի վավերացման դեպքում մենք մեր սահմանադրության մեջ ունենք դրույթ, որի համաձայն վավերացված միջազգային փաստաթղթերը ավելի բարձր իրավական ուժ ունեն, քան մեր պետական օրենսդրությունը։ Հայաստանն ըստ Փաշինյանի եւս ունի որոշակի մտահոգություններ Ադրբեջանի սահմանադրության մասով։ Փաշինյանի ձևակերպմամբ, սակայն Հայաստանը դրա մասին չի բարձրաձայնում։ why Քանի որ մենք տեսնում ենք, որ արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստի նախագծում այդ հարցը մեր պարագայում եւս լուծված եւ որոշված է, ուստի մենք պետք է գնանք եւ ստորագրենք այն, որպեսզի լուծվեն բոլոր խնդիրները։ Իսկ եթե չստորագրվի, մտավախություն չկա, որ կողմերի միջև լարվածություն, պատերազմ կլինի։ you know I already said that they won't be Ես արդեն ասացի, որ չի լինի պատերազմ, չի լինի լարվածություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լինելու է խաղաղություն։ Տեսեք, մենք կենտրոնացած ենք եւ մենք փորձելու ենք այն հուլիսին ստորագրել։ Մենք շարունակաբար փորձելու ենք այդ ուղղությամբ աշխատել եւ ի վերջո կստորագրենք խաղաղության պայմանագիրը եւ կհաստատենք խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի մոտ 12 կիլոմետրը սահմանազատված է։ Սահմանազատված մասն ըստ Փաշինյանի անվտանգային երաշխիքներով տարածք է եւ դարձել իրականություն։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Չեխիայում կայացած ֆորումի ընթացքում հայտարարություն է արել նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Աջիևը։ Նա նշել է, որ Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում Զանգեզուրի միջանցքի մասով։ Մյուս թեմաները քիչ անց։ Ջրհեղեղ Միացյալ Նահանգների Սան Անտոնիո քաղաքում կան զոհեր։ Դուբայում 67 հարկանի շենքում հրդեհ է բռնկվել, 3800 բնակիչ տարհանվել է։ Մորեխների ներխուժում Շողակն գյուղում բնակիչները չգիտեն ինչպես պայքարել անկոչ հյուրերի դեմ։ Շարունակենք թողարկումը։
Ազգային տոնի թագավոր Չարլզ III-ի ծննդյան օրվա առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին։ Ուղերձում վարչապետն ընդգծել է ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքների վրա խարսխված հարաբերությունների զարգացման կարեւորության մասին եւ բարեմաղթել Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին բարեկեցություն եւ խաղաղություն։ Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 11 մարդ է զոհվել։ Տեխաս նահանգում սկսված տեղատարապ անձրևները հանգեցրել են Մալադո Քրին եւ Լեոն Քրիկ գետերում ջրի մակարդակի կտրուկ բարձրացմանը։ Փրկարարներին հաջողվել է տարհանել ավելի քան 70 մարդու, որոնցից շատերը բարձրացել էին ծառերի վրա հոսանքից փրկվելու համար։ Մի քանի մարդ այս պահի դրությամբ համարվում է անհետ կորած։ Դուբայ Մարինա թաղամասում 67 հարկանի բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, կրակը մարելու համար մոտ 6 ժամ է պահանջվել, տարհանվել է մոտ 3800 բնակիչ, տուժածներ չկան, հրդեհի պատճառը դեռևս չի նշվում, հայտնի է, որ կրակը բռնկվել է վերին հարկերում։ Մորեխների պատճառով Շողակն գյուղի բնակիչների կյանքը դարձել է իրական պայքար, միջատների պարսերը տեր ու տնօրինություն են անում տասնյակ հեկտարներ ընդգրկող տարածքում, վնասելով այգիները, դաշտերն ու բերքը։ Բնակիչները խուճապի մեջ են, չեն էլ պատկերացնում, թե ինչպես, ինչ կերպ կարելի է ազատվել այս զանգվածային արհավիրքից։ Գոգաթիակի մեջ այն մորեխներն են, որոնք գրոհել են Շողակնը, սարից են իջնում։ Չգիտես ոտքդ ուր դնել, չգիտես հողի տակից ինչ դուրս կգա քայլքիդ հետ միաժամանակ։ Երկրորդ օրն է գյուղն անհանգիստ է, բնակիչները քուն ու դադար չունեն, մորեխներն ամենուր են, ճանապարհին, բոստանում, բակում, տներում, ինչ անել, ինչպես միջատների դեմն առնել, հարցի պատասխանը գյուղացիները չունեն, չեն գտնում, նրանց խոսքով սրանք ոչնչից չեն վախենում, ինչ ասես փորձել են, էլ սոդա, էլ քացախ, էլ բենզին, միակ ճարն ավելն է մնացել, բայց այս կողմից քշում են, մյուս կողմից են գալիս։ Միջատները ոչնչից չեն վախենում, փոխարենը նրանցից հատկապես երեխաներն են վախենում, տեսնում են թե չէ, վազում են, փախչում։ Օրի օր ժամարժում շատ անելու են։ Պատերն են, այլոց մեզ են նայում։ Հաստամարմին Զախարովները մարդկանց չեն վնասում, իրենց թիրախն ուրիշ է, մշակաբույսերի հետևից են գալիս, Շողակնում առաջին անգամ շողացած միջատները։ Մալինա, վերևները արդեն սկսել են պրտել է, ուտել է։ Էկոնոմիկայի նախարարությունից էլ հայտնում են տեղյակ են գյուղի անկոչ հյուրերի մասին, բայց կմիջամտեն այն ժամանակ, երբ գյուղատնտեսությանը վնասներ հասցնեն միջատները, հիմա նրանց ցրելու համար միայն թունանյութ կարող են առաջարկել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Հունիսի 14-ը արյան դոնորի համաշխարհային օրն է, նվիրումի, հույսի եւ կյանք պարգևելու խորհրդանիշը։ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում այս օրը հատկապես լցված է բացառիկ մարդասիրությամբ։ Քաղաքացիները հերթով արյուն են հանձնում մեկ պարզ ցանկությամբ՝ փրկել դիմացինի կյանքը։ Որ կյանքը շարունակվի, իր արյունն է տալիս Սուրենը արդեն 8-րդ անգամ։ Օրեր առաջ էլ իմացել է, որ եւս մեկ կյանք է փրկել։ Այդ մի քանի գրամ արյունը, որ մեր ժամանակից ընդամենը մի կես ժամ ենք տրամադրում, կարող է փրկել շատ կարևոր կյանքեր։ Հունիսի 14-ին արյան դոնորի համաշխարհային օրը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում տասնյակ քաղաքացիներ արյունն անբարձահատույց ու անշահախնդիր նվիրում են փրկելով կյանքեր։ Միաժամանակ հիշեցնում նաև դոնոր դառնալու կարևոր առաքելության մասին։ Հիմնականում իմ իմանալով ըստ բարեգործական արյունները գնում են երեխաների համար, կհորդորեմ բոլորին, որ մի քանի ամիսը մեկ սենց ինչ-որ մի բան անեն։ Արյան դոնորի այս տարվա կարգախոսն է հանձնիր արյուն, նվիրիր հույս, միասին կարող ենք փրկել կյանքեր։ Օրվա խորհրդով պայմանավորված այստեղ են նաև այն բոլոր փոքրիկները, որոնք բուժվել են իրենց հերոս դոնորների մարդասիրության շնորհիվ։ Երբ մեծանամ, որոշել եմ բժիշկ դառնալ, որովհետև շատ եմ ուզում մարդկանց բուժել, հատկապես մայրիկիս, հայրիկիս ու տատիկիս էլ կբուժեմ, երբ հիվանդանան։ Տարեց տարի նկատվում է անհատույց դոնորների բացարձակ թվի աճ։ 2024 թվականի ընթացքում Հայաստանում իրականացվել է 23600 արյունատվություն, որից 10.6%-ը անհատույց։ Եվ չնայած այս ցուցանիշներին, ըստ մասնագետների, արյան կարիք մշտապես կա։ Արյան բաղադրամասերը պահանջված են ամենատարբեր հիվանդությունների դեպքում։ Մեր կենտրոնում բուժում են ստանում արյան տարբեր հիվանդություններ, ուռուցքային տարբեր հիվանդություններ ունեցող երեխաներ, որոնցից շատերը բավականին ծանր վիճակում են հայտնվում մեր կենտրոնում, եւ նրանց շատերին
ամեն օր նույնիսկ անհրաժեշտ են լինում արյան ամենատարբեր բաղադրամասեր եւ արյան պաշարները մշտապես պարվում են եւ դրանք մշտապես համալրման կարիք ունեն, որովհետեւ նրանք չեն մնում եւ տարիներով մենք չենք պահում այդ բաղադրամասերը, հատկապես էրիթրոցիտար զանգվածը։ Իրենք ունեն պահպանման ժամկետ եւ չօգտագործման դեպքում բնականաբար խոտանվում են։ Արյունատվության ակցիային մասնակցում էր նաև առողջապահության նախարարը, որը եւս արյուն նվիրաբերեց։ Իսկ երեխաները բացիկների տեսքով գեղեցիկ նվերներ էին պատրաստել իրենց հերոս դոնորների համար, որտեղ իրենց երախտագիտության խոսքերն էին գրել։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Փարիզի սրտում այս անգամ փայլեց հայկական մանրածախ առևտրի լավագույն ներկայացուցիչը պրեստիժ մեդիայի կազմակերպած մրցույթին մասնակցում էին մի շարք հայկական սուպերմարկետներ, սակայն մրցույթի գլխավոր մրցանակին արժանացավ SAS սուպերմարկետը։ Հաղթանակ, որը խոսում է բրենդի տեսլականի, սպասարկման որակի եւ նորարարական մոտեցումների մասին։ Սիրո մայրաքաղաք Փարիզի սրտում արդեն երրորդ անգամ անցկացվող պրեստիժ միջազգային մրցանակաբաշխությունը այս տարի նույն հարկի տակ էր մեկտեղել համաշխարհային հաջողություններ գրանցած հայերին, նշելու, գնահատելու եւ մեծարելու նրանց ներդրումը երկրի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Այդ օրը Փարիզը հերթական անգամ հայկական շնչով էր ապրում։ Հայաստանի մանրածախ առևտրի ոլորտում արդեն 30 տարի իր որակյալ եւ բարձրակարգ սպասարկման սպառողական ճիշտ կիրթ մշակույթի ձևավորման եւ տարածման գործում ունեցած բացառիկ ներդրման համար SAS-ը ճանաչվեց տարվա լավագույն սուպերմարկետ։ Թեժ մրցապայքարից հետո միջազգային մրցանակաբաշխության ժամանակ հնչեց տարվա լավագույնի հենց SAS սուպերմարկետի անունը։ Այս մրցանակը վկայում է այն աշխատանքի արդյունքի մասին, որն անշեղորեն ներդրվում է յուրաքանչյուր մասնաճյուղում սպառողին առաջարկելով միշտ թարմ ու որակյալ տեսականի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ժյուրիի անդամներին, փորձագետներին, բարձր վստահության համար, ինչպես նաև պրեստիժ մեդիային։ Մրցանակաբաշխության ընթացքում արժանապատվության, նվիրումի եւ ազգային պատկանելիության մասին խոսվեց տարբեր ձևաչափերով։ Մասնակիցների թվում կային կրթության, առողջապահության, մշակույթի, արտադրության եւ սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ։ Մրցակցությունը հատկապես թեժ էր սուպերմարկետների ոլորտում, որտեղ մասնակիցները հավակնում էին համարում ունեցող խոշոր ցանցեր։ Եվ ահա, երկար սպասումից հետո Փարիզյան հարթակից հնչեց SAS-ի անունը։ Մրցակցությունը եղել է շատ թեժ, իրականում ժյուրին շատ ջանք ու եռանդ է ծախսել, որպեսզի կարողանա ստանալ այն սուպերմարկետի անունը, որը լինելու է առաջինը։ Սա պարզապես մրցանակ չէ, սա ողջ թիմի տարիների աշխատանքի արդյունքն է։ Այս կարևոր մրցանակը ոչ միայն գնահատում է անցած ճանապարհը, այլ նաև դառնում է նոր մարտահրավեր, շարունակելու լինել ոլորտի առաջատարը։ Մեր ամենօրյա աշխատանքը գնում է նրա համար, որպեսզի մենք կարողանանք գոհացնել մեր հաճախորդներին, այն մարդկանց, ովքեր օգտվում են SAS-ից եւ վստահում են SAS-ին։ Պրեստիժ մրցանակաբաշխության շրջանակում շնորհված տարվա լավագույն սուպերմարկետ մրցանակը ոչ միայն SAS սուպերմարկետի անցած ճանապարհի ու գերազանց աշխատանքի գնահատականն էր, այլ նաև սպառողի վստահության առհավատչյան։ Հասմիկ Անտոնյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ցտեսություն։